Սիրելի հայրենակիցներ, քննարկում է 2026 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, բյուջեի նախագիծը, որը կարճ հետաձևակերպումով ասեմ, սա հույսերի, նպատակների, հայ ժողովրդին տրված խոստումների ձախողումը արձանագրող փաստաթուղթ է։ Ցավոք, այս փաստաթղթում ոչ միայն բացակայում է Արցախ անվանումը, այլ նաև այն բոլոր հիմնական խոստումները, որոնք կապված էին հայ ժողովրդի այս կարևոր հատվածի, այս կարևոր պետականության պաշտպանության հետ։ Եվ այդ խոստման հեղինակը ու ձախողման հեղինակը այսօրվա իշխանությունն է, որը այս ամբիոնից եւ ոչ միայն այս ամբիոնից հպարտորեն հայտարարում է, որ Արցախից ազատվելով փրկել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը։ Սա հերթական քայլն է, հերթական կեղծիքն է, որ փորձ է արվում ներկայացնել իբրև թե փրկություն։ Ու զարմանալի չէ, որ հիմնական առերևույթ այս հանցագործությունների համար պատասխանատու անձանց առանձին ներկայացուցիչներ այս ամբիոնից խոսում են եւ քարոզում են հայ ժողովրդի համար կեղծ խաղաղության մասին, իրականում տանելով մի նոր փորձությունների ու կորուստների։ Ալեն Սիմոնյանը այս ամբիոնից խոսում է եւ ասում է, որ դուք հաջողության հասակ դիմելով դաշնակցությանը, ատելություն քարոզելով, ատելության գեներատոր իշխանության ներկայացուցիչները իշեր ցերեկ ամեն վարքյան այս եւ այլ ամբիոններից քարոզում են ատելություն, քարոզում են հայ ժողովրդի մեջ տարանջատում, քարոզում են ամբարտավանություն եւ այսօր այս մարդիկ մեղադրում են մեզ ատելություն քարոզելու մեջ։ Ալեն Սիմոնյանը ասում է, դուք ով եք, որ աշխատավարձ եք ստանում։ Զարմանալի է, որ դա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, որի իշխանափոխություն, որի իշխանությունից հեռացվելուց հետո բացահայտվելու են բազմաթիվ հանցավոր եկամուտներ, բացահայտվելու են բազմաթիվ վատնումներ, այդ թվում նաև հենց այսօրվա իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների եւ կոռուպցիոն գործարքների հետևանքով։ Իդեպ ասեմ, որ երբ որ խոսում ենք մենք ժողովրդի կողմից կամ ժողովրդի մոտ ավելի ճիշտ քաղաքական պատասխանատվության մասին, Ալեն Սիմոնյանը, որն ասում է, ժողովուրդն ասում է, ներկայով է խոսում, ասում է, մենակ նրանք չլնեն դիմելով ընդդիմությանը, ով ուզում է թող լինի։ Ասեմ, որ պարոն Սիմոնյանի մոտ ոնց որ 2018 թվականի շրջանն է։ Իրականում հիմա որ ժողովրդի մոտ գնում եք, այդ արտահայտությունները վերաբերում են ձեզ։ Երբ ենք սրանցից ազատվելու, այս արտահայտությունն է հիմա տիրում, դուք իրավիճակին չեք տիրապետում։ Եվ այդ իրավիճակին չտիրապետելով շարունակում եք, որպեսզի հետագայում վերարտադրվեք, ատելությունը, չարությունը քարոզել։ Եվ ուզում եմ գնահատել պարոն Աղաջանյանի եւ շատերի համառ եւ հետեւողական գործունեությունը լսելու հանրապետության նախագահներին, լսելու հանրապետության վերլուծելու նրանց խոսքերը, դա շատ լավ է։ Բայց շատ վատ է, երբ որ փոխարենը դասեր քաղելու անում եք ուղիղ հակառակ հետևությունները, շարունակում եք չարություն, ատելություն քարոզել։ Եվ երբ որ անվտանգության մասին խոսում եք, եւ 1998-2008-ն եք մեջ բերում, պարոն Աղաջանյան, միակ շրջանն է, երբ որ Ադրբեջանը փորձ չի արել անգամ ռազմական որևէ գործողություն ձեռնարկի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հանդեպ։ Հաջորդ 10 տարիները այն ժամանակաշրջանը, երբ Ադրբեջանի փորձերը ձախողվել են
Միայն ձեր ժամանակաշրջանում է, որ Ադրբեջանի փորձերը ոչ միայն բերել են կորուստների, կործանումների, այլ նաև դարձրել են ձեզ էլ իրենց գործընկեր։ Դուք եք այդ մասին բարձրաձայնում։ Մեր գործընկերները, մեր գործընկերների հետ այս հանդիպումը, մեր գործընկերների հետ այս համաձայնությունը եւ այլ եւ այլն։ Այսինքն իրականում դուք ինքներդ ձեր դեմ ցուցմունք եք տվել, ձեր գործողություններով հաստատել եք ձեր հանցավոր, ձեր իշխանության հանցավոր վարքագիծը եւ շարունակվում է դա ցավոք սրտի։ Ու հետեւություն չեք արել։ Գիտեք, կառավարման որակի տեսակետից չափազանց կարևոր է նաև գնահատել մարդկանց գործունեությունը։ Օրինակ օրեր առաջ, երբ որ ես լսում էի Դավիթ Խուդացյանին, տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարին, որը բյուջետային քննարկումների ժամանակ ասում էր, ընդ որում 2-3 անգամ, ասում է, ես ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, ես ավելի լավ եմ կառավարել Սևանի ջուրը, քան Արծվիկ Մինասյանը։ Այս մարդը պարզվում է, չգիտի, որ իր նախարարության ֆունկցիան այլ է։ Ինքը չգիտի, չի հասկանում տարածքային կառավարման նախարարության գործառույթը բնապահպանության նախարարության գործառույթից։ Ամենադասական օրինակն է ձեր կառավարության առնվազն այս անդամի, ել չասեմ էլի կան մարդիկ, որոնք չեն տիրապետում, չեն հասկանում, որ Դավիթ Խուդացյանի պատասխանատվությունը ջրային համակարգերի կառավարումն է, եւ հենց այդ կառավարման ձախողման պատճառով է, որ Սևանից հավելյալ ջրառ է իրականացվել։ Եվ սա է եղել շեշտը։ Իդեպ, Սևանի մասով ասեմ, որ քանի որ հավանաբար Խուդացյանը լսում է ինձ եւ նաեւ դուք, 2017 թվականին, երբ ես բնապահպանության նախարար էի, Սևանի մակարդակը 1900 մետր 48 սանտիմետր էր։ Նոյեմբերի 2-ի դրությամբ։ 2025 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900 մետր 32 սանտիմետր է։ 16 սանտիմետրով ավելի պակաս։ Թվում է, որ պետք է ավելին լիներ, չէ՞, բայց այդքան պակաս։ Դա բազմապատկեք 12-ով եւ կստանաք մոտավորապես այն թիվը, այսինքն շուրջ 200 միլիոն թիվը, որ պակասել է Սևանից։ Դա ավելին է, քան նույնիսկ մեկ տարվա ընթացքում Սևանից օրենքով թույլատրվող չափաքանակը։ Սա է կառավարման արդյունքը։ Եվ անգամ Դավիթ Խուդացյանը ձախողել է նույնիսկ ձեր իսկ կառավարման տարիներին լավագույն ցուցանիշ համարվող 2021 թվականի արդյունքը։ Եթե ինքն է համարվում իրեն Սևանի կառավարում իրականացնողը, ապա ինքը սրանով հաստատում է իր գործունեության ձախողման արդյունքը։ Եվ սա բնութագրական է այսօրվա կառավարության գործունեությանը, գրեթե բոլոր ուղղություններով։ Իդեպ մի կարևոր բան էլ Սևանա լճի էկո համակարգի վերականգնման ծրագրում, այս որ նաև այս բյուջեի մաս է կազմում, այստեղ կգտնեք 3 տեղ տարածքային կառավարման նախարարության գործառույթների մասով, բայց 3-ն էլ կապ չունեն Սևանա լճի բարձրացման պատասխանատվության հետ։ Եվ մի կարևոր դիտարկում կենտրոնական բանկի եզրակացության մեջ էլ կար Պահուստային ֆոնդի գաղափար։ Ես առաջարկում եմ, որպեսզի այս գաղափարը մի հատ հստակեցվի, ինչ է դա իրենից ներկայացնում։ Դա կառավարության Պահուստային ֆոնդն է, թե մի նոր ֆոնդ է ձևավորվում։ Եթե այդ ֆոնդն է ձևավորվում, ապա ուր են օրենսդրական հիմքը։ Ես հասկանում եմ, որ կառավարությունը եւ դուք առհամարած ունեք օրենքը, օրենքի պահանջները, բայց ի վերջո սա, եթե ինչպես Աննա Գրիգորյանը ասեց, այո, ատելության քարոզելու, չարության, կորուստների տարիներ են լինելու, տարիներ են, եւ հետագայում այս ամենը, որը իր հետևում ունի նաև կոնկրետ հանցավոր վարքագծի տարեր, բացահայտվելու է եւ մեղավորները միանշանակ կանգնելու են անկախ անաչառ դատարանի առաջ։